Ավարտվող քարոզարշավի առանցքային թեման է դառնում Ռուսաստանի պատժամիջոցները։ Մոսկվան տնտեսական սահմանափակումներ է մտցրել հայ արտադրողների համար, պատրվակ բերելով, թե Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը։ Դաշինքին միանալու մտադրության մասին 1 տարի առաջ ընդունված օրենքը հատկապես նախընտրական շրջանում են հիշել ռուսները։ Վարչապետն այսօր Գեղարքունիքում է ընտրողներին հանդիպում, մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանն է հետևում։ Ողջույն Ռոբերտ, ռուսների թեմային անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Բարի օր Կարլեն, այո ճիշտ նշեցիր, թերևս սա քարոզարշավի այս վերջին եզրափակիչ մասի ամենատակ թեման է, բառացիորեն րոպեներ առաջ նախորդ բնակավայրում իր հանդիպումից հետո Փաշինյանը շատ կարճ պատասխանեց մեր հարցերին ու ասաց, որ արդեն Հայաստանից այլ երկիր արտահանման դեպք է եղել, թե մասնավորապես վարդերի մասին է խոսքը, թե ուժ այս պահին չեն մանրամասնում, ավելի ուշ կհայտնեն, այժմ այդ հատվածը դիտենք ու կվերադառնանք։ Առավոտյան ասեցիք այլ շուկաներում պայմանավորվածություններ կան, կասեք Եվրամիություն, Եվրամիություն եւ այլ, այսօր մեզ մի քանի բանը գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են եւ արդեն վարդերի առաջին եւ բանջարեղենի առաջին խմբականակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ թե որ երկրները։ Եվրամիություն ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու, ոչ միայն Եվրամիություն։ Իմացաք, որ պտուղ բանջարեղենի սահմանափակումներն արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով։ այդ թվում միրգը Կարլեն ավելի վաղ էլ վարչապետը այսպես ոտքի վրա զրուցեց ռուսական Իզվեստիայի լրագրողի հետ, նա էլ ԵԱՏՄ-ում մնալ չմնալու հարցով հանրաքվեից հետաքրքրվեց, գիտեք, որ Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՏՄ անդամ մյուս 3 երկրների ղեկավարները նման կոչով Հայաստանին են դիմել, իսկ տարեվերջին արդեն ասացին, որ պետք է զեկուցեն Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները, վարչապետն էլ առավոտյան ասաց, որ այս սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի քայլերը սխալ են, առաջարկում եմ Իզվեստիային տված հարցազրույցից նույնպես մեկ հատված դիտենք։ Конечно, понимаем, но я думаю, что в этом случае Իհարկե ԵԱՏՄ-ի օգուտը հասկանում ենք, բայց ես կարծում եմ, որ այս դեպքում ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի, որպեսզի միության հեղինակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրանա, այլ ոչ թե հակառակը, որովհետև եթե արդեն ինչ-որ սահմանափակումներ են կիրառվում, դա բացասական ընկալում է ստեղծում Հայաստանի քաղաքացիների շրջանում ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, զանգահարել էր ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու, խոսեցինք ընթացիկ գործերից եւ մեզ մոտ դրական զրույց ստացվեց։ Կարծում եմ այս համատեքստում հիմա լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից։ Ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային, դա սովորական երևույթ է, որը միշտ եղել է եւ պետք է լինի, որովհետեւ անշուշտ այն ապրանքների որակը, որոնք մենք մատակարարում ենք ԵԱՏՄ երկրներ, շատ կարեւոր է։ Բայց տվյալ պահին դա քաղաքականացվում է եւ ես վախենում եմ, որ որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Կարլեն, Գեղարքունիքում նույնպես քաղաքացիական պայմանագրի միջոցառումների ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման դեպք արձանագրեցինք, մասնավորապես ճամբարակում հանդիպման ընթացքում տեսա, որ դհոլ նվագող երեխաները, որոնք դիմավորում են վարչապետին ու մյուսներին, նրանց մեկ տղամարդ էր ուղղորդում, այսպես այս կողմ գնացեք, այն կողմ գնացեք, հետո կայքում ես կարողացա փնտրել ու գտնել, որ տղամարդը աշխատում էր համայնքապետարանում, նրան հարցրեցի, հաստատեց, սակայն հերքեց, որ ուղղորդում էր, ավելի ուշ տեսա, որ մի կին էր այս երեխաներին ուղղորդում, այս պահին սկսեք նվագել, այս կողմ շարժվեք, երեխաներն էլ չթաքցրին, որ այդ կինը ոչ այլ ոք է, քան իրենց դպրոցի տնօրենը։ Առաջարկում եմ այդ զրույցներից հատված դիտենք ու կվերադառնանք։ Ես դհոլ նվագողներին չեմ ուղղորդում։ Ես գնում եմ իմ աշխատանքը։ Դուք Հայկ Պողոսյանն եք, չէ՞։ Ողջույն։ Հա։ Կներեք, էլի ինքը ձեր ուսուցիչն է, Չէ, տնօրենն է։ որ դպրոցից եք։ Ճամբարակի։ Ալեքս խոս։ Ասել եմ, որ գաք գլմավոր եք։ Այո, այո։ Միջնակարգ դպրոցում եք։ Հա։ Իսկ ուսուցիչներից կան։ Տնօրենն է։ Տնօրենն է։ Հա։
դասատուներ չկան ուսուցիչներից։ Տեսա որ նաև համայնքապետարանի աշխատողներ նաև ձեզ ասում որ գնաք։ Այո։ Իրանք են էլի կազմակերպում։ Կարլեն գյուղերում Փաշինյանին մեծ թվով նաև տարեստներ են լսում, նրանք առիթը չեն թողնում եւ մշտապես այս իմ հարցերին ի պատասխան առանձնացնում են կենսաթոշակների բարձրացումը ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը այսօր խոսեցի մարդկանց հետ, որոնք հասցրել էին նաև այս համակարգից օգտվել եւ իշխանությունների համակիրների շարքում այս սոցիալական հարցերը իսկապես մեծ դեր են զբաղեցնում, թե ինչ էին պատմում բնակիչները հիմա դիտենք։ Հենց գյուղից ենք, թոշակառու ենք, մենք չենք աշխատում, գոհենք, շնորհակալ ենք թոշակների համար, առողջապահության Օգտվել եք։ Այո, ես օգտվել եմ ոչկայով, հիվանդեմ եմ, վիրահատություններ ենք ստացել։ Բոլորն են օգտվել։ Իմ կարծիքով թոշակառուները նույնիսկ այն հետ վճարով բանով բոլորը գոհ են իրանց ստացած բարձրացած թոշակից։ Ոչ միայն էլի ասֆալտապատ ճանապարհները հիմա ամեն ինչ որ արվել է մեր վարչապետից շատ շնորհակալ ենք։ Ամենակարևորը պարոն վարչապետից մենք շատ գոհ ենք, շնորհակալ ենք։ Ուղղակի ես մի բան եմ խնդրում պարոն վարչապետից, որ զոհվածի մայր եմ ես, միշտ ուշադրության կենտրոնում պահեն ինձ, պահում են, բայց խնդրում եմ, չգամ, չդիմեմ, չխնդրեմ,